հարցը այնքան խորքային ու այնքան կարևոր է մեր համար։ Դուք մենակ տրանսպորտի հետ կապված հարցում մի նայեք, անցման հարց։ Թե դիմաց խորհրդարանի կոնյակի գործարան, նաև կա մախսինա ընկերություն, նաև կա տարբեր հիմնարկներ, որոնք ունեն մոտավորապես համայնքից 300-400 աշխատող։ Դուք պատկերացնում եք օրական կտրվածքով այդ 400 մարդը, այդ մայրուղին պետք է հատի, որից հետ կա։ Կան տարիքով մարդիկ, կան քայլելու հետ կապված խնդիր ունեցող մարդիկ, կան գեր մարդիկ։ Ինչ վերջը աղետ լինի, որ հասկանան, ասենք, մենք, որ այս խախտում, թե խախտում չի, իջի տու գանվում մարդը, որ խախտում անում, իջի տու գանվում։ Ես գոնե ժամանակավոր առաջարկել եմ պարեկային ծառայություն։ Պարեկը ծանգում է, որ մարդկանց փողոցը գոնե անցկացնել, մինչև հարցի լուծում ստանալ։ Այդ արդեն, գիտեք ինչքան ժամ, ինչքան տևական ժամանակ։ Ուրեմն ասեմ, այս տրանսպորտի հարցն էլ հետո նորից սրվում է այդ հարցը։ Հիմա նայեք, հիմա ավելի կոնկրետ բացատրեմ։ Համայնքի բնակիչը ուզում է օգտվել 59 համարից, չէ՞։ Բնականաբար պետք է վերևից ներքևից, չէ՞։ Բնականաբար պետք է փողոց անցնել, որ օգտվի այդ տրանսպորտային միջոցով։ Մի հատ ես ուզեմ հարցի անհետեթությունը նայել։ Վերևում որ նայեք, դրանն է Կովկաս համալիր։ Ավտոբուսը հասցվել է Կովկաս համալիր, այնտեղից պտտվում հետ է գալիս։ Մենք ասում ենք, այդ Կովկաս համալիր հասցնելու Կատար, դուք չեք պատկերացնում իմ վիճակը, հիմա այս պահին, դուք ազգը խոսք եմ ասում, չեք պատկերացնում, ոնց կարա տրանսպորտին ծախսը անեն հասցնել, ախելի չանքված պետք է լինի առավելագույն ուղղորդ փոխադրում իրականացնել, ինչ հայ-թուրքի սահման, վերջը, ինչ մեր համայնքին պատժում են դրանում, ինչ հասած, անհետեթության աստիճանը չեմ հասկանում, ինչի համար ենք մեզ սրա, ասում են կարող է որը փոխադրում, եղբայր չի բավարարում, դա մեզ չի բավարարում, ի սկզբանե ասել եք, դա մեզ չի բավարարում, իրենք սպարտականությունը, որ մոնիտորինգի ընթացքում չեն ապահովում, վաղը որ ուսանողներ ունենանք, վաղը որ բացվի այս ամեն ինչը կամ ձմեռ կա, աշուն, ամառ կա, վերջ այս հիմա չեն անում, վաղը մենք ինչի առաջ ենք կանգնել։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, եթե չեն թողելու մենք մեր լիարժեք գործողությունները անել, մենք ուղղակի ստիպված ենք կլնելու անելու, մենք ամեն ինչ անելու ենք, մենք փողոցից տուն չենք գնալու, մինչև հարցի լիարժեք լուծումը չստանանք։ Դուք բանակցում եք, չէ՞ ինչ որոշվեց։ Այս բանը ոստիկանների հետ էինք բանակցում։ Ոստիկանների հետ ըստ էության որոշակի հանգման չենք։ Քիչ առաջ քաղաքացիներ բողոքում էին, ասում էին, ոստիկանները խոչընդոտում էին, որպեսզի քաղաքացիները անցնեն եւ տրանսպորտ նստեն այդ հարցին լուծում տրվեց։ Ես գալիս եմ, լսում եմ ալի։ Այդ հարցին լուծում տրվեց, թե ոչ։ Ոչ մի հարցի լուծում չտրվեց, ըստ էության ոստիկանությունը շատ կոշտ ձևով ասում է, որ մենք չենք թողելու, դուք փողոց փակեք։ Մենք էլ ասում ենք, շատ լավ, դուք արեք ձեր գործառույթը, մենք էլ կանենք մեր գործառույթը։ Հնարավորության դեպքում փողոց էլ կփակենք մեր սահմանադրությամբ լիարժեք մեր սահմանադրությամբ տրված իրավունք է։ Հիմա ես ասեմ հարկել է մենք նույն ձև այս մարդկանցով այս փողոցը փակել ենք եւ իշխանություն ենք ընտրել։ Եթե մենք փողոցը չենք փակում, արդյունքի չենք հասնում, որտեղ այն ժամանակ էլ որևէ օրենքով վարչապետը չէր կարող ընտրվել ուժով, ժողովրդի ձայնով վարչապետը հանրապետական կուսակցությունը ընտրեց եւ դարձավ վարչապետ։ Որևէ օրենքի խախտում մենք չենք անում։ Եթե իրենք մեզ մեղադրում են օրենքի խախտման մեջ, ընդունում են, ակամայից ընդունում են, որ իրենք անօրինական անցած իշխանություն են, հասկանում եք, ըստ նրբությունը որն է։ Ես հորդորում խնդրում եմ ոստիկանությունը, այս անընդհատ խնդրելու եմ, որպեսզի լիարժեք թողի, որ մեր իրավունքները կատարեն։ Այս պահին ես արձանագրում եմ, որ ոստիկանությունը իր լիազորությունները չարաշահում։ Շնորհակալ եմ։